Պարոն Հովհաննիսյան, շնորհակալ եմ նաև իմ առաջարկները քննարկելու համար, իմ 5 առաջարկներից միայն մեկն է մասնակի ընդունվել, եւ այնուամենայնիվ ուզում եմ հարցը ձևակերպել, տեսեք պարոն նախարար, կառավարության 2022 թվականի մարտի 3-ի N250L որոշմամբ սահմանված են նախագծային հատուկ լուծումներով համալրման ենթակա մի շարք կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը եւ դրանց շահագործման մատչելիությունն ապահովող միջոցառումների ծրագիրը։ Այսինքն կառավարության որոշմամբ այս ծրագիրը հաստատված է դեռևս 22 թվականին, բայց ոչ 24, ոչ 25 եւ կարծես ոչ էլ 26 թվականին չի նախատեսվում բյուջեն դրա համար։ Իմ առաջարկին ի պատասխան նշել եք, որ մասնակի է ընդունվել, որովհետեւ մարզահամերգային համալիրը այս տարի մատչելի կդարձվի եւ մետրոպոլիտենի կայարանների համար հավելվածում ենք նախատեսել, որ եթե մենք ունենանք լրացուցիչ բյուջե, ապա դրան անդրադառնանք։ Հարցս հետեւյալն է, պարոն Հովհաննիսյան, ինչու չի նախատեսվում նաեւ ամբողջ ցանկի համար բյուջե, որովհետեւ նախ կա կառավարության որոշումը ամենակարևոր փաստաթուղթը ֆինանսավորման համար, երկրորդ սա կապիտալ ծախս է, որը եւս առաջնահերթություն է մեր կառավարության համար, եւ երրորդ խոսքը իհարկե չի գնում միանգամից վերակառուցման եւ վերանորոգման մասին, այլ խոսքը պարզապես նախագծերը մշակելու մասին է, որովհետեւ այս ամենը պետք է փուլ առ փուլ տեղի ունենա։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն Տիկին Բաթոյան, իրականում այս տարի բազմաթիվ ծրագրեր մենք դրել ենք հավելվածում, մենք գիտենք այս հանձնառության մասին, որը պետք է պարտադիր իրականացնենք, այս պահին ինքը չի հայտնվել հիմնական մեր բյուջետային փաստաթղթի ծախսերի մեջ, բայց բնականաբար տարվա ընթացքում մենք կանդրադառնանք, որովհետև տարբեր ուղղություններով լինում են վերագնահատումներ եւ խնայողություններ եւ մենք այս առումով կանդրադառնանք այս հարցին եւ այսինքն ամբողջ ծավալով երևի դժվար կլինի այդ ամբողջը իրականացնել քաղաքաշինության կոմիտեն իրականացնում է, ինչպես դուք ասեցիք, Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի եւ մետրոպոլիտենի համար, որ առաջնային է համարել, եւ հետո ըստ առաջնահերթության նաեւ կանդրադառնանք մնացածին։ Արձագանք։ Շնորհակալ եմ, պարոն նախարար, ինչպես արդեն նշեցի, խոսքը միայն դեռ նախագծերը մշակելու մասին է, որովհետև իսկապես դրանք մեծ աշխատանք են պահանջում եւ խոսքը հատուկ նշանակության շենքերի մասին է, դրանք պետական նշանակության շենքերն են, դատարաններն են, ազգային ժողովի շենքն է եւ այլն, խոսքը 29 շինության մասին է, այս իմաստով մենք ունենք նաեւ միջազգային փորձագետների ներգրավմամբ նախագծերի մշակման համար առաջարկներ, այսինքն այս աշխատանքները բավականին ծավալուն կերպով իրականացվել են քաղաքաշինության կոմիտեի կողմից եւ ֆինանսավորման դեպքում մենք կարծում ենք, որ գոնե առաջին քայլը նախագծերը մշակելու փուլը մենք կկարողանանք պատշաճ կերպով իրականացնել։ Շնորհակալ եմ։